Չեք աշխատում եւ 2 ամս ծավել է, որ չենք աշխատում։ վարձետ եք ունենում։ Ոչ։ Ինչպես եք եկել Դե իմ արդեն հասել ենք այն վիճակի, որ արդեն հնարավորություն չունենք աշխատել բաներ։ Հնարավորություն չկա ապրելու, դրա համար ենք եկել, որ ուղղակի արագացնենք։ Մենք գիտենք, որ վաղը գործը կլինի։ Խոսք են տալի, մենք հավատում ենք այդ կառավարության եւ ղեկավարության ամեն ինչ, բայց մեզի շուտ է պետք աշխատել, որտեղ մարդիկ բանկերին են, բարձրորական ընտանիքներ տիպային։ Կա որ ընտանիք կա, որ 3 հոգու են, 3-ն էլ աշխատում են նույն տեղում են աշխատում։ Պատկերացնում։ Դե այսօր եկել ենք տեսնենք էլ ինչ պետք է ասել ղեկավարներն են, մենք էլ եկել ենք տեսնենք հիմնական հավատում ենք։ Մենք մեր ղեկավարության ենք հավատում։ Որ ղեկավարության։ Մեր տերը կա տնօրինության մեր ամեն ինչ։ Բայց Հայաստանի կառավարությանն եք Ինչի՞ չպետք է հավատամ Հայաստանի կառավարությանը։ Այդ դրա համար չեմ սիրում որ դուք քաղաքական ասում եք, ոչ, էսի քաղաքական հարց չի։ Մենք եկել ենք գործի համար։ Մենք մի անգամ այդ ժամանակին դա չի կարելի։ Դուք լրիվ դնում եք քաղաքականություն եք։ Ես ջղայնան եմ որ մեր աշխատանքը կա բաներ։ Ռուսաստանը մեզի պատասխան չէ։ Մենք ժամանակին մինչև աշխատանքի փակվելը, մեր մինչև աշխատելը Ռուսաստանից էլ են եկել մեր մոտ ստուգել են իրանց Ռոսկոմ Այո, ընդամենը 2 ցեխի է համապատասխանը մեր գործարանը առաջինը մերն է, որտեղ մեր գործարանում լրիվ սարքավորումներ եվրոպական ստանդարտներով արած է։ Առաջինը եղել է Հայաստանում ու մնում է։ Դե հիմա էտա, մերը միշտ սովորել ենք մենք Ռուսաստանին տալ, դա համար հիմա էտ են ասում։ Բայց այլընտրանք հիմա առաջարկում են Եվրոպա։ Այլընտրանք այդ արդեն ղեկավարն ինքը գիտի, թե ինչի համար չի համապատասխանում, որտեղ ինքը ունի իր ծախսերը, որ այդ ծախսերը չի կարող անի։ Ինքը կերին է տալի, ինքը ճանապարհածախ չի կա, ձուկը շուտ փչացող ապրանք է, ամեն ինչը մենք ունենք, չէ։ Հիմա լուծումն արդեն մենք մեր ղեկավարին ենք նայում, թե ղեկավարը ինչ արդյունք կանի։ 2 ամիս։ աշխատավարձ չեք ստանում։ Ոչ, չենք էլ ուզում։ Մենք յոլա ենք գնում, մենք ժամանակին լավ աշխատել ենք, ունենք լվոր։ Ինչքան է դիմանակ յոլա գնալու։ Դե մենք արդեն ասում եմ, հասնում ենք այն վիճակին, որ հիմա մեզ արդեն պետք է այդ աշխատանք։ Պարզա, բա եթե մարդը ունի ինքը ձուկա դրե, ինքը կերի փողատալի, հոսանքի փողատալի, ջրի փողատալ, դե պարզ բանա պետք է իրանք պետք է իրանք գումարը հանեն։ Ասացիք, որ մենք ձեր ընկերությունն է, որ համապատասխանում է, բայց մենք տեղեկություն ենք, որ այդ 2 ընկերություններից եւս հիմա արտահաններ չեն լինում։ Այո, չեն լինում։ Համապատասխանում եք, բայց արտահանում։ Այո, չեն լինում։ Իսկ արտասահմանը, եթե իրանք առաջարկում են, արտասահման արդեն տերը այնքանով բանար է, որ այդ ծախսերը չի համապատասխանում։ Մենք ունենք չի ասել, եթե համապատասխանում է ինչի՞ չկա։ Դե այդ արդեն ես չեմ կարող ղեկավարության տեղն ասեմ։ Դա համար ասում եմ, ծախսերը չի բռնում իրար հետ։ Ձուկը մեր Ռուսաստանը փակ է ճանապարհները։ Որն է գնում Ռուսաստան, բայց ձուկը չլինի, մյուսը որ ապրանքն է գնում Ռուսաստան։ Գյուղատնտեսական ինչ-որ ապրանք գնում է Ռուսաստան։ Դուք ասում եք։ Չէ, բայց ինչի են զուգն եք դուք ասում։ 7900 տոննա գնացել է այսօր էկոնոմիկայի նախարար։ Դրա համար եմ ասում, ծախսերը չի համապատասխանում ձկան, ձուկը կոչում ամենաշուտ փչացող ապրանքը։ Դուք խետի չեք նկատում են։ Իսպանիա հասած Տիրանն էլ է։ Դե հիմա դրա համար եմ ասում։ Ուրեմն պետքա սամալյոտով էտի տանեն, կամ ինքնաթիռով պետքա տանեն, եթե էտի ֆուրերով էլ գնա, էտի պարզա շուտա փչանում չի կարա էտի հասնեն դեղ։ Ուրեմն արդեն դիմա։ Դե արդեն էտի արդեն ղեկավարությունն ինքը կիմանա։ Ինչքան որ մենք աշխատողներս, մենք ուզում ենք որ շուտ աշխատի, մնացածը մենք չենք հնարավոր սպասել այս իրավիճակով, օրինակ ինչքան մենք եթե գիտենք որ եթե մենք աշխատողներս նեղնենք, որ չկարողանանք անենք, տիրոջը ձեռ չտա, եթե մենք տիրոջը դիմենք, հնարավոր չէ որ մեզ օգնություն չանեն։ Մենք էլ որ աշխատողներով համապատասխան ենք անում, կարողանում են մեր Մայիսի 17-ից։ Մայիսի 17-ից։